մենք երբեք չենք համբուրվում տեսախցիկի առաջ։ Դու մտար ամուսնուդ տուն եւ ասացիր, ես խոհանոցը չեմ սիրում, ես մաքրություն անել չեմ սիրում։ Միշտ կեսուրից պատմում էի, որ ձեր տուն հարց է գալիս բամբակներում մեծացած աղջիկ իմ հոր մասին թեման միշտ փակ է եղել մեր ընտանիքում։ Կարողացել ես հիմա հաղթահարել մեղքի զգացողությունը հայրիկիդ նկատմամբ։ Պարզապես ներելը։ Երբ կարողացար նրան ներել։ Երբ որ արդեն մահացա։ Դատարկություն էր իմ մեջ, բայց ես նույնիսկ չէի կարողանում լացել, որովհետև այդ տարիների ընթացքում ինքը չկար իմ կյանքում։ Մահից հետո հասկացա, որ չէ, եթե դու Մաշա այդքան շատ էիր ուսում իր հետ ծանոթանալ, ու դու այդքան հարցեր ունես, որոնց պատասխանները չէիր ստանում, քո հոգու հանգստության համար դու պարզապես կարող էիր մեկ հանդիպում նշանակել, թող ինքը նույնիսկ չգար այդ հանդիպմանը։ Ամսական միջինում որքան կարող եք կազմել քո մասշտաբի բլոգերի եկամուտը։ 1 միլիոնից մինչև 4-5, իհարկե կախված աշխատասիրությունից։ Կամ բլոգերներ, որոնք միտումնավոր, հանրային կերպով արժեզրկում են քո աշխատանքը։ Եղել են նման դեպքեր, այո։ Բլոգերներ կային, որոնք իրենց ճիշտ չեն պահել որպես գոլեգա, թե դա նախանձի, թե իրենց կյանքից չբավարարված լինելու արդյունք է, չեմ կարող ասել։ Միակ բանը, որտեղ իմ բախտը չի բերում ըստ ինձ, դա ընկերության մեջ է։ Ողջույն, Breakpoint-ի այսօրվա մեր հյուրը բլոգեր Մաշ Քարամյանն է։ Մաշ, ողջույն։ Եվ բարի գալուստ մեր տաղավար։ Մերսի շատ։ Ինչպե՞ս ես։ Լավ, դու ո՞նց ես։ Լավ, մերսի շատ։ Արի մի քիչ թեթև սկսենք, նախ պատմիր ո՞նց է սկսվում քո շատ գեր զբաղված առօրյան, որը որ դու ցույց ես տալիս քո էջում, եւ տպավորություն է, որ դու շատ արագ ամեն ինչ կարողանում ես հասցնել եւ կազմակերպել։ Ինձ թվում է այդպես չի երևում, որովհետև ես միշտ ցույց եմ տալիս ամեն բան, ինչպիսին որ կա, այսինքն ես առավոտը շատ հանգիստ կարող եմ զարթնել, ուռած աչքերով, չքնած, անհանգիստ, բնականաբար երեխայի հետ, ու ասել ես ոչ մի բան չեմ հասցնում, որովհետև քնել եմ գիշերը ընդամենը 2-3 ժամ, անքուն եմ, պրոդուկտիվ չեմ կարողանում լինել ու բնականաբար ամեն առավոտ երեխայից հետո ես ինչ ասում եմ, սկսվում է ավելի հոգնած, եթե նախկինում ես զարթնում էի պրոդուկտիվ ու պատրաստ էի գրավել աշխարհը, ապա հիմա ես ինչ որ տեղից հայթայթում եմ այդ էներգիան, որ օրը կարողանամ անցկացնել ինչպես նախկինում մինչև երեխա ունենալը։ Այ ասում ես, որ սթորիներում հաճախ նման դեպքերը ցույց ես տալիս, չհասցնելու հետ կապված, բայց եթե սթորիները մի կողմ դնենք, երբ մտնում ենք քո էջ, առաջին տպավորությամբ տեսնում ենք իդեալական, շքեղ ինչ որտեղ կյանք։ Ինչն է մնում էկրանից, կադրից դուրս, ինչն ես փորձում ֆիլտրել եւ ցույց չտալ։ Եթե խոսենք հարաբերությունների մասին, ինձ համար ճիշտ չի, երբ որ դու ամեն ինչ ցույց ես տալիս սոցիալական ցանցերում, այսինքն նույն ինչ որ մանր վեճերը ամուսնու հետ կապված կամ միգուցե ընտանիքում ինձ շատ հաճախ հարցնում են, իսկապես դու սկեսուրդ այդպիսի հաշտ հարաբերությունների մեջ եք, թե դրանք միայն էկրաններին են։ Բնականաբար բոլորս էլ մարդիկ ենք ու բոլորի ընտանիքներում էլ լինում են փոքր վեճեր, բայց ինձ չի թվում, որ դրանք պետքա պարտադիր լուսաբանել, բայց այստեղ կարևոր նկատառում կանեմ, եթե ես ամուսնուս սկեսուրից կամ առհասարակ ինչ որ մեկի հետ իմ էջում դնում եմ կոնտենտ, ես չեմ պատկերացնում, որ ես կարողա օրինակ ամուսնուս հետ ունենամ վատ ընտանեկան հարաբերություններ, բայց ինչ որ խաղամ, հա, սիրուն զույգ, վայ, մենք իրար այսպես սիրում ենք, համերաշխ ենք, այսինքն ամեն դեպքում իմ ընտանիքում ամեն բան խաղաղ է, որ ես կարողանում եմ այդպես սիրուն ցույց տալ ու ինքն էլ բերում է իր դրական պտուղները, այսինքն հետևորդների աճը, մեծ դիտումները։ Բայց ստացվում է նաև, որ այդ կոնտենտի արանքում, այսպես ասած, երբ կան վեճեր, թեթև կոնֆլիկտներ, դու դրանք թողնում ես էկրանից այն կողմ եւ փորձում ես ցույց չտալ, ինչ որ առնով ֆիլտրել։ Այո, բնականաբար դա հայվ բռնելու միջոց կարող է լինել, հա, ես կռվել եմ իմ ամուսնու հետ, չգիտեմ, կամ ես մտածում եմ բաժանվել ամուսնուցս, այսինքն շատ հաճախ են լինում։ Այսի ոչ չդնեք էլի բանում ես, այսինքն իրականում չեմ մտաբերի մեր հայ բլոգերների շրջանակներում նման բլոգերով հայփ անում, որովհետև եթե խոսենք դրսի մասին, հա, մեր ռուս բլոգերների մասին, իրենք շատ հաճախ են դիմում այդ լայֆ հաքերին, ոչ, ես դեմ եմ։ Լավ, արի գնանք սկիզբ, երբ դու նոր էիր մուտք գործել քո ամուսնու ընտանիք եւ քո ակտիվությունը, քո վարքագիծը ակտիվ, շատ ընդունելի չէր սկեսուրիդ, գուցե նաեւ ամուսնուդ համար, եւ հիշենք այն պահը, երբ դու մտար ամուսնուդ տուն եւ ասացիր, ես խոհանոցը չեմ սիրում, ես մաքրություն անել չեմ սիրում, ինչպիսի շոկ էր դա իրենց համար։
Որպես այդպեսին շոկ չէր, սկեսուրս կարող ասենց բուրընա պատմում, որովհետև ինձ նման շատ էմոցիոնալ է, բայց ի սկզբանե ես պատմում էի իմ սկեսուրին, որ ես եղել եմ տան միակ երեխան, բամբակների մեջ մեծացրած, այսինքն մեր մեծ ընտանիքում 10 տարի ինձանից բացի ուրիշ թոռ նույնիսկ չեղել, այսինքն եւ մայրիկիս, տատիկ, պապիկ, քերիներ բոլորի կողմից ես եղել եմ շատ սպասված ու սիրված երեխա ու ինձ պետք էր միայն լավ դաս սովորել, չգիտեմ, քնել, զարթնել, ինչ ուզում էի ես դա ստանում էի, այսինքն sense շատ բամբակների մեջ մեծացած երեխա էի ու երբեք ինքս տանը հաց չեմ պատրաստել, տները չեմ հավաքել, ոնց որ ես դա միշտ սկեսուրից պատմում էի, որ ձեր տուն հարս է գալիս բամբակներում մեծացած աղջիկ, ով իրականում բավականին նպատակասլաց աշխատասեր է, բայց չի սիրում իր այդ էներգիան ծախսել տան գործերի վրա։ Ինձ համար դա միշտ այդ waste of time ասվածն է եղել, իրենք շատ լավ ընդունել են, չգիտեմ։ Խոսակցությունների մեջ ասում էին, որ օրինակ ես նույնիսկ ձվածեղ պատրաստել չգիտեմ, երբեք չեմ արել դա, ես իմ սենյակից բացի ինչ որ տունը չեմ հավաքել, մեն հա իմ սենյակը, իմ շորերը են, ինչ որ իմներ, այսինքն դրանից դուրս երբեք ոչ մի բան չեմ արել ու ասում էի, որ ինձ համար ստրեսային է լինելու ամուսնանալը, որովհետև ամուսնությունից հետո դու լավ հասկանում ես, որ արդեն ամուսնուդ էլ է ինչ որ չափով, հա, պատասխանատվություն ես դու ինչ որ չափով կրում ամուսնուդ համար, ինչպես եւ ինքը քեզ համար, այսինքն այնտեղ ամուսնու նույն շորերը հարթուկել, դասավորել, լվանալ եւ այլն, ես ասում էի, որ կարծում եմ դժվար ես սկսեմ հաց պատրաստել, երևի թե մենք ավելի շատ, չգիտեմ, դրսում կսնվենք, ինչ որ դրսում Ռուսաստանում շատ նորմալ երևույթ է, որտեղ երկուսս էլ շատ ենք աշխատելու, կամ իհարկե կգանք ձեր տուն, սկեսուր մայրիկ ջան, դու մեզ համով կկերակրես, կգնանք մամայիս տուն, այսպես։ Իսկ ո՞նց էր ընկալում սկեսուր մայրիկը սկզբում։ Մտածում էր հումոր է։ Մտածում էր հումոր եմ անում սկզբից մինչև ամուսնանալ, էլի, հա, հետո որ ասում էր լավ, ես քեզ կսովորացնեմ, ես դեմ չէի, այսինքն այսպես չի ասում, չէ, չեմ սիրում ու վերջ չեմ սովորի։ Մենք սկզբնական շրջանում 6 ամիս ապրել ենք սկեսուրիս հետ միասին, ու այնպես աղեր շատ հաճախ միասին էլ ենք պատրաստել, հիմնականում թխվածքներ ենք միասին պատրաստել, այնպես է սովորացրել։ Բայց դու դա անում էիր նաև կադրի համար, չէ՞ որ տեսնեմ։ Այո, ժամանց էր։ Համատեղում էինք հաճելին ու օգտակար, այսպես ասած, ասում էի դե արի ուրեմն սիրում վիդեո նկարեմ, ոնց ենք մենք պատրաստում ընթացքային ու հա ինձ համար էլ էր շատ հաճելի։ Հաճախ սկեսուրս ուզում էր ես հաց պատրաստեի, ինքը դա փորձեր։ Բայց արի մի քիչ այն լարված ասենք, բայց գուցե այդքան լարված չէր, լարված ու չհասկացված շրջանի մասին խոսենք, ինչպես էր իսկապես ընկալում եւ գուցե դրա արդյունքում վեճեր էին առաջանում։ Ավելի շատ լարվածությունը ոչ թե նրանից էր, որ ես չէի սիրում հաց պատրաստել կամ չէի սիրում տուն հավաքել, որտեղ բնականաբար եթե մենք միասին էինք ապրում, մենք կիսում էինք այդ ինչ որ չափով պարտականություններ ասեմ, հա կիսում էինք իրար մեջ, որպես այդպեսին վեճեր չէին առաջանում։ Վայ, դու այսօր հաց չսարքեցիր, ես երեք եմ սարքել կամ ես երեք եմ փոշին հավաքել, ինչու դու այսպես նման բաներ չէին լինում։ Հիմնական վիճաբանությունները կարող էին առաջանալ հենց սոցիալական ցանցերի հետ կապված ու դա մինչ ամուսնություն նույնիսկ հաղթահարվեց, ոչ թե ամուսնությունից հետո, այսինքն նույն շատ Instagram-ում ինչ որ կոնտենտ մի տեղադրիր, մեկը աչքով կտա, ամուսնուս հետ մի տեղադրիր, բայց իմ ամուսինը սկզբանե ընդունել, այսինքն հիշում եմ այդտեղ դու խոսեցիր ամուսնու կամ սկեսուրի կողմից չընդունված, չէ, ամուսինս երբ որ ինձ ընտրեց, ես արդեն ինչ որ չափով բլոգինգում գործունեություն ծավալում էի, հաջողություններ գրանցում էի, իհարկե ամուսնությունից հետո այդպես ավելի բում եղավ, բայց ինքը ինձ ընդունել այնպես ինչպեսին ես կամ հասկացել է որ դա մասնագիտություն ու լիարժեք 24/7 աշխատանք է, իսկ սկեսուրից մի քիչ ժամանակ պահանջվեց այդ ամեն ինչը բացատրելու։ Ես հիշում եմ, որ միտեղ կիսա հումորով ամուսինը ասել էր, որ սկզբում փակել էր տալիս Instagram-ը։ Այդպիսի խոսակցություն եղել է թե չէ։ Չէ, չեմ հիշում որտեղ եմ նման բան ասել, Instagram-ը ինքը ամուսինն էր շատ հումորով, այսպես շատ կարճ պահել դա, ես բայց ֆիքսել երբեք եմ։ նման խոսակցություն չենք ունեցել, որ Instagram-ըդ փակի, էլ Instagram չվարես, ինչ որ կարող էին լինել, այս վիդեոն օրինակ մի տեղադրիր, չարժի կամ այս post-ը մի տեղադրիր, ամուսինս չի սիրում, օրինակ մեր ընտանիքում կան red flag ասեմ, օրինակ մենք երբեք չենք համբուրվում տեսախցիկի առաջ, այսինքն իմեջում երբեք չեք տեսնի համբույրի տեսարան ամուսնուս հետ, դա իր համար արգելված է։ Այո, ամուսնամոր ես դա ընդունում եմ, այնպես չէ որ իմ համար։ Նու ընդունելի ոնց է սիրում եմ ուրիշներինն էլ, բայց հա ինձ համար էլ։ Չեմ ուզում ասել համարձակ տեսարաներ, բայց ամեն դեպքում մենք երբեք չենք նկարվել համբուրվելիս, եթե դա ինչ-որ էմոցիոնալ, նույնիսկ, չգիտեմ, հղիության լուր հայտնելը կամ gender party, այս դեպքերում էլ մենք կարող ենք գրկախառնվել այդպես։ Բայց դա ամուսնու կողմից նախապես պայման է եղել, որ արի հասկանանք, որ օրինակ համբույրի, այսպես ասած, տեսարան չի լինելու։ Հատուկ չենք նստել քննարկել, ուղղակի ասելա
ուղղակի որոշել ենք, որ վիդեոների մեջ մենք երբեք այդպես չենք համբուրվելու, նկարների մեջ չենք համբուրվելու, նույնը վիճաբանություններ, եթե մանր ունենանք, մենք դա չենք լուսաբանելու Instagram-ում, իսկ մեզ մոտ հաճախակի չեն լինում վիճաբանություններ, նույնիսկ մինչև ամուսնություն մենք երբեք չենք կռվել ու բոլոր իմ ընկերուհիները ապշում էին դրա վրա, ոնց ես ինքս որ այս բռնկուն եմ, էմոցիոնալ եմ, ասում էին ոնց Մաշա դուք օրինակ այս մեկ տարվա մեջ ընդհանրապես վեճ չեք ունեցել, ասում էի չէ։ Տես, հիմա դուք ասացիք, որ 6 ամիս ապրել եք սկեսուրի հետ միասին, բայց այնուամենայնիվ առանձին ապրելու ընթացքը արդյոք նվազեցնում է հնարավոր լարվածությունը կամ վեճերը, որոնք կարող էին ունենալ ձեր մեջ։ Եվ արդյոք այդ միասին ապրելու ընթացքում ինչ որ առումով դա խանգարում էր։ Միանշանակ վեճերը նվազում են, երբ որ դուք առանձին եք ապրում, որովհետև ես չեմ մեղադրում անավանդ 90-ականների սերունդը, ավելի շատ մտածում եմ, երբ դու մտնում ես ընտանիք, դու ընտանիքի շարունակությունն ես, այսինքն հարսը եկավ ու հարսը շարունակում է մեր ընտանիքը։ Մենք մեծ ընտանիք ենք, ոչ թե հարսը եկավ ու հարսն ու տղան դառնում են մեկ առանձին ընտանիք։ Դա Հայաստանում ընդունված ավանդույթ է։ Իսկ ես ցանկանում եի, քանի որ ես նոր ու ես ընդամենը 22 տարեկան էի, երբ որ ամուսնացա, ես մտածում էի, այսպես իմ ընտանիքն է, ուտի-պուտի մենք ավելի շատ ժամանակ պետք է իրար հետ անցկացնենք, ավելի շատ պետք է չեմ երեկոները սրճարաններում անցկացնենք կամ իրար հետ շփվենք, ավելի մոտիկից ծանոթանանք, քանի որ ամուսնուս հետ մենք 1 տարի շփումից հետո արդեն ամուսնացանք, այսինքն այնպես չէ, որ երկար տարիներ էր անցել ու մենք լիարժեք կարողացել ենք իրար ճանաչել։ Ու բնականաբար, երբ որ մեծ ընտանիքում ես ապրում, դա այդքան էլ հնարավոր չէ, չի ստացվում։ Առանձնանալով արդեն հստակ կարողանում ես իրար ավելի լավ ճանաչել ու անցնել հաջորդ էտապ արդեն պլանավորելու նաև երեխաներ։ Մաշ, ուզում եմ մի քիչ անցնենք քո նաև ընտանիքի մասին խոսենք, ասել ես, որ հայրիկի բացը ի սկզբանե փորձել ես նաև ինչ-որ պահ լրացնել ամուսնուդ մեջ, տեսնելով պապա։ Այդ շրջանում դա ինչպես էր անդրադառնում ձեր հարաբերությունների վրա։ Ես ամուսնուս հետ երևի 1 շաբաթ շփումից հետո ներքին համոզմունք կար, որ ես ուզում եմ այս տղամարդու հետ ամուսնանալ, չնայած նախկինում չէի ունեցել նման հարաբերություն, ես ինքը շատ զգույշ մարդ եմ, մտածում էի, այդ ինչ տղամարդ պետք է լինի, որ ես ցանկանամ իր հետ կյանք կապելու, մի ամբողջ կյանք ապրել այդ մարդու հետ, ու ամուսինս այնքան ապավեն, հենարան ասեմ, ինքը այնքան հենց ամենտեղ հասկացող մարդու դերում էր, ամեն կողմից կարողանում էր մտնել իմ դրության մեջ ու ասես, թե իմ 20 տարվա բացը պապայի բացը լրացվեր նաև ամուսնով, այսինքն ես եղբայր ու քույր չեմ ունեցել ու ես ամուսնուս մեջ տեսնում էի այդ բոլոր հատկանիշները։ Հոգեբանները ասում են, որ դա ճիշտ չէ իրականում, որ դու պետք է ամուսնուն ընկալես միայն որպես ամուսին, ոչ որպես հայր օրինակ, բայց կարող է միգուցե նաև այդ տարիքային տարբերությունը, հա, ամուսինս ինձանից 8 տարով մեծ է ու ես զգում էի, որ հասուն կայացած տղամարդու հետ եմ մտնում հարաբերությունների մեջ եւ հայրիկի բացը եւ եղբոր բացը եւ կողակցի բացը, այսպես sense շատ հում կարողացավ Արտյոմը լրացնի։ Իսկ արդյոք եղել է մի պահ, որ դա փոքրինչ խանգարի իրեն, որովհետև հաճախ երբ որ տղամարդուն դիտարկում ես որպես հայրիկ, փոխվում են դերային եւ դա գուցե տղամարդուն մի քիչ նաեւ անհարմարություն պատճառեր։ Չի եղել, որովհետև ես երբեք դա իրեն չեմ ասել, այսինքն չի եղել, այդպես գիտես, ես քո մեջ տեսնում եմ նաև իմ պապային, առհասարակ իմ հոր մասին թեման միշտ փակ է եղել մեր ընտանիքում, ես երբեք դա չեմ բացում, դրա մասին երկար չեմ խոսում, զուտ որ մենք սկսեցինք մեր հարաբերությունները, ես զգում էի, որ վայ այ այն մարդը, ում պակասը ես միշտ զգում էի, ում ես ուզում էի, չգիտեմ, թեկուզ կողքին լացեի, կիսվեի, ծիծաղեի, այ այդ մարդու այն հատկանիշները, որ ես միշտ փնտրել եմ մարդու մեջ, միգուցե հորս մեջ, ես դա տեսնում եմ Արտյոմի մեջ։ Հայրիկի հետ կապված երկար ժամանակ դու փորձում էիր դեռ երբ նոր էր բլոգդ սկսում, փորձում էիր ապացուցել եւ հայրիկիդ եւ շատ մարդկանց, որ դու կարող ես հաջողել քո աշխատանքում ու հայրիկի կորստից հետո նաեւ առաջացավ մեղքի զգացողություն, կարողացել ես հիմա հաղթահարել մեղքի զգացողությունը հայրիկիդ նկատմամբ։ Պարզապես ներել եմ, այսինքն ներքուստ, ես ինձ հետ հաշտ չէի, ես չէի ներում իրեն, այսինքն անդադ ինձ մոտ հարցեր կային, լավ, ինչու, կարող է ես վատ երեխա եմ, ինչու ինձ ուշադրություն չկա, ինչու նա չի ցանկանում ինձ հետ շփվել, ծանոթանալ ինձ հետ, այսինքն միշտ այդ ներքին կռիվները ես ունեի, ներքուստ չէի ներում, բայց էլի ես երբեք ոչ մեկի հետ չեմ կիսվել, այսինքն այս թեման նույնիսկ իմ եւ մայրիկի մեջ է փակ եղել, ներքուստ միշտ այդ վիճաբանությունները ունեցել եմ ու ասել եմ ես մեծանալու
դառնալու եմ, մեծ բարձունքների եմ հասնելու, փոշմանելու է, որ ինքը այդ ժամանակը նաև ինձ չի տրամադրել որպես այդպեսին, որովհետև ես դառնալու եմ օրինակելի զավակ։ Նախարարինը իմ մամայի համար, որովհետև ինքը միայնակ է հաղթահարել այն բոլոր դժվարությունները սկսած 20 տարեկանից, որ հաղթահարում է միայնակ կինը, ով չունի ապավեն, ոչ ամուսնու տեսքով, ոչ չգիտեմ, հետագայում էլ չի ամուսնացել, այսինքն մամաս ինչ արել է միայնակ, արել է ինքնուրույն, ես եղել եմ երեխա, ով ոչինչի պակաս չի ունեցել իր կյանքում, ու մամաս միշտ մտածում էր, որ ես պապայի կարիք չունեմ, ինքը ամեն ինչ անում է, այս հագուստն եմ ուզում, իմ համար գնվեց, հեռախոսը նոր դուրս եկավ, ինքը ամեն ինչ կանի, գնի, այնպես չի, ես հարուստ ընտանիքում եմ եղել, ինքը դրա հնարավորություն ունեցել է, չէ, ինքը կաշխատեր 24/7, ինքը իրենից կզրկեր, մամաս կհագներ մեկ տաբատ ու մեկ շապիկ, բայց ես կունենայի հագուստի բոլոր երանգները կամ նոր iPhone-ը, որովհետև ես դա ուզում էի, բայց իրականում ես չէի կարողանում իրեն բացատրել, որ դրանով մեկը հոր պակասը իմ կյանքում չի լրացվում, որովհետև նույնը փոքրիկ երեխան դպրոցում, երբ որ լսում է վայ ծնողական ժողովին գալու են իմ մաման ու պապան, ու դու գիտես, որ դու դա երբեք չես կարողանա ասել, մեկ աներքուստ ես հաշտ չէի դրա հետ։ Բայց ես երբ կարողացար նրան ներել։ Երբ որ արդեն մահացավ, կյանքը շատ անսպասելի բան է, ու ես չեմ կարող ասել, որ իր մահից հետո ես այդպես լացել եմ, ստրես եմ տարել, որովհետև շատ դաժան է դա ասել։ Մահացավ մի մարդ, ում ուղղակի ինձ եկել ասել են ինքը մահացել է, դա նույնն էր, որ ասեն, գիտես, 10 տարի առաջվա հարևանդ, որ դու իրան չես հիշում, դեմքը չես հիշում, բայց լսել ես իր մասին, ինքը մահացել է։ Այսինքն ոչ թե խոսքը գնում էր իմ հարազատ մարդու մասին, այլ ուղղակի մի մարդու, ով գիտե ինքը ներկա է, ինքը ապրում է, ինքը առողջ է, ու ինքը չկա։ Ուղղակի ինչ որ դատարկություն էր իմ մեջ, բայց ես նույնիսկ չէի կարողանում լացել, որովհետև այդ տարիների ընթացքում ինքը չկար իմ կյանքում, ես ուղղակի գիտեի իր գոյության մասին։ Ու միշտ ոնց որ ամեն տարի ես հույս էի պահում, որ այ միգուցե այս տարի ես ինչ որ զանգ ստանամ, կամ ինչ որ ելքեր գտնի ինձ հետ հանդիպելու, բայց դա երբեք չէր լինում։ Հետո մահից հետո ես հասկացա, որ կյանքը այնքան կարճ բան է, որ ես եթե այդքան շատ էի ուզում իր հետ ծանոթանալ, կամ եթե ես այդքան շատ էի ուզում իրեն տեսնել, ես պետք է այդ հպարտությունը, որը իմ մամայից է եկել, հա, ես շատ հպարտ աղջիկ եմ, վատ բառ է, Աստվածաշունչը դա չի ընդունում, բայց այդ հպարտությունը իմ ներսի ու այդ աբիդան, որ միշտ կար, ինձ ստիպում էր, որ ես այդ քայլը չանեի, առաջին քայլը չանեի, չէ, մեծը պիտի քայլ անի, մեծը պիտի գա, ու մահից հետո հասկացա, որ չէ, եթե դու Մաշա այդքան շատ էիր ուզում իր հետ ծանոթանալ, ու դու այդքան հարցեր ունես, որոնց պատասխանները չէիր ստանում, քո հոգու հանգստության համար դու պարզապես կարող էիր մեկ հանդիպում նշանակել, թող ինքը նույնիսկ չգար այդ հանդիպմանը, բայց դու կիմանայիր, որ դու դա արել ես։ Հարցերիդ պատասխանները ստաներ ու շարունակեր հանգիստ ապրել։ Ու խոսքը չի վերաբերում միայն հայրիկին։ Ցանկացած մարդու հետ, ում հետ դու ինչ-ինչ պատճառներով կռվել ես կամ ընդհանրապես չեք շփվում, պետք է իմանալ, որ կյանքը շատ կարճ է, եթե դու ներքուստ ունես այդ քո հետ վիճաբանությունները վեճերը, պարզապես պետք է հեռախոսը վերցնել, զանգել այդ մարդուն ու մի հատ հանդիպում ունենալ, խոսել ու ազատվել դրանից։ Բայց դու կարողացար նաև այդ միտքը բաց թողնել, թե ինչու ես չզանգեցի, առաջին քայլը չարեցի, որովհետև դա էլ կպչուն միտք կարող է դառնալ ու շարունակաբար քեզ տանջել։ Փորձում եմ բաց թողնել։ Այդպես ժամանակ առ ժամանակ բնականաբար հիշում ես, մտածում ես, բայց ավելի քիչ, քան առաջ էր։ Մարշ, երբ դու նոր էիր Հայաստան եկել, ասում էիր, որ քո բոլոր ընկերներին թողել էիր եւ այստեղ մենակ էիր եւ եղել է պահ, երբ անգամ դրա պատճառով կոմպլեքսներ են առաջացել, ընկերների հետ կապված մի գրառում ես արել, ուզում եմ մեջ բերել։ Ես այսօր չեմ հավատում ընկերություն ասվածին այնպես, ինչպես հավատում էր 15 տարեկան Մաշան ու ինչքան էր ինքը պաշտում իր ընկերներին։ Մեկ այլ գրառման մեջ էլ գրել ես, որ անհաջողություններ, որոնք քեզ չեն կոտրել, չար ու նախանձ ընկերներ, որոնք այլևս չկան իմ կյանքում։ Այ ինչ դժվար փորձ ես ունեցել ընկերության հետ կապված, որոնք իսկապես հետք են թողել քո մեջ։ Երևի միակ բանը, որտեղ իմ բախտը չի բերում ըստ ինձ, դա ընկերության մեջ է, ու ես չեմ կարող ասել 100% ես ճիշտ եմ, ընկերներս են սխալ, չէ, ինձ համար ես լավ ընկեր եմ, ես հավատարիմ ընկեր եմ, ես միշտ դժվար պահին հասնող ընկեր եմ, բայց ինչ-ինչ պատճառներով ընկերության մեջ իմ բախտը չի բերում, շատ եմ հիասթափություն ապրել ընկերության մեջ, շատ են մեջքից հարվածել, շատ եմ կոտրվել այդ առումով ու
ընկերների մասով ես կիսատ եմ, այսինքն մեկ-մեկ այդ բացը իմ հին ընկերների, ովքեր էլ իմ կյանքում չկան, ես մեկ-մեկ այդ բացը զգում եմ։ Այդ հարվածները հատկապես բլոգինգում լինելու շրջանում ես զգացել, երբ դու արդեն իսկ կայանում էիր այդ ոլորտում։ Ոչ միայն բլոգինգում, չեմ ասի, վայ նախանձել են, որ ես շատ հետևորձն եմ դրա համար իրենք չկան, չէ, դրանից չէ։ Վերլուծել ես ինչն է պատճառը, ինչը կարող է բերել դրան։ Հաճախ այն որ ասում են քո վատ կողմերը ասա, հիմա ես կասեմ, ես շատ հավատարիմ եմ, հիմա չգիտեմ, ինձ թվում է շատ նվիրվել, այսինքն չպետք է այդքան շատ նվիրվես, դու պետք է մարդուց ամեն ինչ սպասես, այսինքն սիրի, նվիրվիր, բայց մի նվիրվիր 100%-ով այնքան, որ չսպասես, ինքը կարող է քեզ մեջքից հարվածել կամ կարող է քո հանդեպ վատ քայլ անել, միշտ մարդուց սպասիր, որ ամեն ինչ էլ կարող է լինել։ Իսկ բլոգերական համայնքում ունես ընկերներ կամ եղել են դեպքեր այստեղ նաև վատ փորձի առումով։ Կամ բլոգերներ, որոնց հետ ընդհանրապես շփում չկա, բլոգերներ կային, որոնք իրենց ճիշտ չեն պահել որպես գոլեգա, թե դա նախանձի, թե իրենց կյանքից չբավարարված լինելու արդյունք է, չեմ կարող ասել, բայց ունենք բլոգերներ, ովքեր բավականին support են անում, ես էլ իրենց եմ support անում, կարող ենք հանդիպել, չգիտեմ, մտածել, ինչ-որ content, reel-եր նկարել, իրար հետ collab անել, բաց ենք նման տեսակի համագործակցությունների համար։ Ճիշտ չեն պահել, ինչ ասել է։ Ինչ են արել։ Այսինքն, օրինակ սթորիներում քո աշխատանքը փորձեն արժեզրկել, այն դեպքում, երբ որ դու զրոյից ինքնուրույն ես այդ ամեն ինչին հասնում, այսինքն ես բլոգինգի ոլորտ մտնելուց չեմ ունեցել բլոգեր ընկերով ինձ մի հատ կգովազդեր կամ ինձ հետ մի հատ սթորի կաներ, ինձ կնշեր, դրանով էլ ինձ նոր լսարան կավելանար, ոչ, ես բլոգինգը սկսել եմ զրոյից, ոչ մեկի հետ ոչ մի շփում չեմ ունեցել ու այն 213,000 հետևորդը, որ ես այսօր ունեմ, իրենք հատիկ հավաքված մարդիկ են, որոնք 4-5 տարիների ընթացքում եղել են իմ կողքին, տեսել են պուճուր Մաշային, ով հասել է այսօր այն կետին, որտեղ կա ու սթորիներում ինչ որ արժեզրկել իմ աշխատանքը կամ հումորով խոսել կամ ինչ որ շատ ցածր իմ մակարդակին ոչ հարիր ես չեմ կարող այդ ամեն ինչը հիմա մեկնաբանել կամ ցիտիրովից նի բուդու այն ամեն ինչ որ իրանք են անում ուղղակի խոսում է իրենց ներքին ոչ խաղաղ ոչ հաշտ լինելու մասին այսինքն կան բլոգերներ որոնք միտումնավոր հանրային կերպով արժեզրկում են քո աշխատանքը Այո, այնպես չի շատ այդպես, ում ասել եղել են նման դեպքեր, այո։ Գիտեմ, որ եղել են մարդիկ, ովքեր քո բլոգի սկզբում քեզ չեն ընդունել։ Դրանք եղել են էլի բլոգերական համայնքից, թե նաև շրջապատի մարդիկ, ովքեր չեն հասկացել, թե դու ինչով ես զբաղվում կամ ինչու է այսքան շատ ակտիվությունը։ Չէ, ավելի շատ շրջապատի մարդիկ, որովհետև երբ որ ես սկսում էի, մենք ունենք հիմա բլոգերներ, որոնց շատ վաղուց եմ հետևել։ Միգուցե նույնիսկ հետևորդների թվով եկել եմ, անցել եմ, բայց միշտ իրենց կոնտենտը ինձ համար եղել է հաճելի, լավը, օրինակելի, բայց կոնկրետ չընդունվել, եղել է ավելի շատ ընկերական շրջապատում, այսինքն լուրջ չվերաբերվել այդ աշխատանքին, հա, նույնը ես հիշեցի երևի 200,000 հետևորդի կապակցությամբ ես ռիլ էի հրապարակել, հա, այդպես որ շատերը չէին հավատում, շատերը համահրանքով էին վերաբերվում, այդ ընթացքում բլոգերությունը ամոթ էր շատերի համար, ամոթ է բլոգինգով զբաղվել, նորմալ աշխատանքով զբաղվիր, դա ապագա չէ, խելացի աղջիկ ես օրինակ, այսպես եղել է, բայց այդ բուլինգ ասվածի հիմնականում ավելի շատ ծանոթ ընկերների կողմից է եղել, քան բլոգերների։ Մաշարի մի քիչ թվերից խոսենք, գիտեմ, որ դուք չեք սիրում հստակ թվեր նշել, բայց մարդկանց էլ շատ հետաքրքիր է։ Ամսական միջինում որքան կարող եք կազմել քո մասշտաբի բլոգերի եկամուտը։ 1 միլիոնից մինչև 4-5, իհարկե կախված աշխատասիրությունից։ Նշեմ, որ դա ոչ 1 տարում, ոչ 2 տարում, այսինքն ես ինձ հիշում եմ, վերջին 5 տարիների ընթացքում ես ջանասիրաբար աշխատում եմ իմիջի վրա, ես գնում եմ հանգստի, ես աշխատում եմ։ Ես գիրակի օրը ոչ աշխատանքային ինձ համար էլի ուղեղը աշխատում է այսինքն մարդիկ մտածում են մի հատ վիդեո եք էլի նկարում դուք ինչ եք անում բայց ամեն անգամ երբ որ ես պրիմիտիվ գնում եմ հանգստի ուղեղս անջատելու հանգստանալու իմ ուղեղը չի անջատվում որովհետև մարդիկ գրում են մաշա որ հյուրանոցում ես որտեղ ես սնունդը ինչպիսին նա հավանում եք այսինքն ամեն դեպքում դու էլի կոնտենտ ես ստեղծում ու դու միշտ այդ process-ի մեջ ես ու սա մրցակցությունը լավ բան է չասեմ մրցակցություն որպես այդպեսին բայց դու անընդհատ պետքա կարողանաս քո պլանկան պահել բարձր, այսինքն դա աշխատել, որովհետև նույն դիտումները, նույն Instagram-ի ալգորիթմները այնպես են աշխատում, որ եթե դու արձակուրդ վերցնես որպես այդպեսին, դու ընկնելու ես երկրորդ, երրորդ տեղ ու միգուցե նույնիսկ այլևս չունենաս գործընկերներ։
Այսինքն առանց արձակուրդների աշխատել ամեն օր 4-5 տարի ու նոր, այսինքն 4-5 տարի հետո ես կարողանում եմ արդեն այդ թվերը ասել, որովհետև հանգստի ընթացքում ես աշխատում եմ, երեխայի հետ ես աշխատում եմ։ Դու աշխատում ես նաև ծննդաբերության ընթացքում ես աշխատում եմ, այսինքն ես աշխատում եմ միշտ ու եթե ես նույնիսկ այդ պահին վիդեո չեմ նկարում, իմ օրը սկսվեց, օքեյ, ես եմ բլոգերներից եմ, ով սպոնտան ոչինչ բան չի անում։ Իմ կյանքը առհասարակ սպոնտան չի։ Ես պերֆեկցիոնիստ եմ բնավորությամբ ու ես ունեմ ամսվա կտրվածքով կոնտենտ պլան։ Ես գիտեմ, ես ինչքան վիդեո պետքա նկարեմ ու ինչ արդյունք եմ ես ակնկալում դրանից։ Եթե ստատիստիկան ինձ չգոհացնի, ես իմ թիմին հավաքելու եմ, ասեմ, այս ստատիստիկան մեզ չի գոհացնում, մենք պետքա անենք ավելին։ Այո, ես անընդհատ իմ հետևից եմ ընկնում։ Ես անընդհատ ուզում եմ ավելին, լինի դա դիտումների հետ կապված, լինի հետևորդների, լինի գումար աշխատելու թեկուզ ու դա իմ կյանքն է, ես սիրում եմ միշտ լինել պրոդուկտիվ։ Իսկ ծննդաբերության ընթացքը հանրայնացնելը եւս մտածված կոնտենտ պլանի մաս էր կազմում։ Թե այդ պահին մտածեցիր։ Ոչ, ես այդ պահին երբեք ոչ մի բան չեմ մտածում, ամեն բան եղել է պլանավորված ու նույնիսկ հղիության ընթացքում այդ հեյթի ալիք ասեմ, հեյթի ալիքը որպես այդպեսին եղել է հղիության ընթացքում, որովհետեւ կարծում եմ ոչ մեկ հղիության ընթացքում այդքան մեծ լսարան երբևէ չի հավաքել, ինչքան ես, այսինքն 5 ամսվա ընթացքում 5-6 ամիս, որից արդեն լուրը հայտնել եմ։ Մոտավոր 6 ամսվա ընթացքում 80,000 եւ ավել, եթե ճիշտ կասեմ թվերը, ինձ նոր մարդիկ են միացել, նոր լսարան է միացել ու դա հայփ չի եղել։ Ես օգնել եմ մարդկանց, ես մոտիվացրել եմ մարդկանց, ինձ փողոցում ամուսնուս հետ քայլում ենք, մոտենում ասում էին դուք մեզ մոտիվացրել եք հղիանալ, դուք խորացեք այդ մտքի հետ, որ մարդիկ տեսել են իմ թեթև հղիության ընթացքում, ես պատմում եի ամեն բան, ես ինչպես եմ պատրաստվում ծննդաբերության, որ ես վերցնում եմ սա, որ իր մեջ ավելի հեշտ շնչեմ, ես վերցնում եմ սա, որովհետև թերմալ ջուրը պետքա փչեմ ավելի հանգստանամ։ Ես վերցնում եմ այդ ֆիդբոլը, որովհետև այդ կծկումները ես պետքա անցկացնեմ դրա վրա։ Ես ամեն բան պատմում եի, ես պատմում էի միշտ ապեք գնալ հիվանդանոց, որովհետև կա օրենք, որ պետքա տաք լինի, հանգիստ երաժշտություն, ավելի մութ սենյակ, այսինքն ես ուղղորդում էի իմ հետևորդներին ինչպես ճիշտ պատրաստվեն այդ ընթացքին, դա չի եղել հայպ ասեմ, վայ, այս ամենակ թրենդային վիդեոներ տեղադրեմ, որ դրանք մեծ դիտումներ հավաքեն։ Ես ժամանակ եմ ծախսել, ես վլոգեր եմ նկարել, որտեղ ես հենց պատմում էի, ես այս ժամին գնացի հիվանդանոց, որպեսզի ավելի արագ այդ ամեն ինչը տևի։ Իսկ շատերը մտածում են, վայ, ուզում էր շատ հետևորդ ավելացնել։ Չէ, ես ուզում էի նաև օգտակար լինել իմ լսարանին այս ձևով, այս կերպ, որպեսզի իմանան բնականաբար ծննդաբերությունները բոլորի մոտ տարբեր է լինում, փորձերը տարբեր են։ Ես գիտեմ, որ ծայրահեղ դժվար ու դաժան դա կարող է անցնել, ինչի համար շատ ցավում եմ, որ աղջիկները անցնում են դրա միջով, բայց ինձ մոտ միայն այդ դրական էմոցիաներ են գալիս այդ ընթացքից։ Իսկ այդ հեյթի ալիքը չէր խանգարում, որովհետև ամեն դեպքում պատասխանատու եւ կենտրոնանալու պահ էր այդ պահին։ Հենց այդ պահին չէր հեյթի ալիք հենց հղիության ընթացքում իհարկե խանգարում էր, այսինքն մինիմում դու պետքա տգետ լինես, որ չհասկանաս մարդը նոր է ծննդաբերել, իր մոտ բնականաբար հետծննդաբերական դեպրեսիա է, ինչ որ չափով խորացված թեթև, դու չպետք է նման կերպ քեզ պահես, չպետք է վատաբանես կամ մտածես, որ դա հայփ է, որովհետև միգուցե այդ կնոջ համար ով նոր է ծննդաբերել, ում օրգանիզմը տրավմայի է ենթարկվել, դա նաև միջոց է դեպրեսիայից դուրս գալու։ Շնորհակալ եմ շատ Մաշ, վերջում մնացին կարճ հարցեր, որոնք վերաբերում են քեզ եւ սկեսուրիդ։ Պետք է պատասխանել դու թե սկեսուրդ, կարճ։ Ով է ավելի կոնֆլիկտային։ Ես, եկեք սկեսուրից չնեղացնեմ։ Ով է ավելի թեթև։ Ես։ Ով է ավելի հիշաչար։ Ոչ մեկս։ Ով է ավելի նեղացկոտ։ Սկեսուրս։ Ով է հաճախ դիտողություններ անում։ Սկեսուրս։ Ով է ավելի հաճախ նստում ամուսնուդ կողքին, երբ մեքենայով տեղ եք գնում։ Միշտ սկեսուրս։ Ով է առաջինը զանգում մարտի 8 շնորհավորելու։ Ես։ Եվ ով է շուտ արթնանում, երբ միասին եք ապրում։ Սկեսուրս։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր ու բովանդակային զրույցի համար։ Քեզ մերսի Աննա ջան, հրավերի համար շատ հաճելի էր։ Այսպիսին էր Մաշ Քարամյանը Breakpoint-ի տաղավարում, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, թողնել մեկնաբանություններ եւ սպասել մեր հաջորդ հանդիպմանը։